այսօր մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, որտեղ ամենամեծ արժեքավոր կապիտալը դա անկեղծությունն է, որովհետև անկեղծությունն ու ազնվությունն է, որը կարող է դուրս բերել մեզ մեր երկրին այս վիճակից, որտեղ շատերը կարող են ասել, որ նման իրավիճակներ, նման բռնաճնշումներ վերջին 30-35 տարվա մեջ միշտ էլ Հայաստանում եղել են։ Ինչ տարբերություն նախկին, այսպես ասած, իշխանությունների ժամանակվա եւ այսօրվա։ Ես հիմա կփորձեմ այս խնդիրը ներկայացնել, փակագծերը բացել, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ ահռելի վտանգների առաջ է կանգնած Հայաստանը եւ որն է այդ գլխավոր տարբերությունը։ Տեսեք, մենք ունեցել ենք նախկինում 3 ժամանակաշրջան ղեկավարների Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի, որտեղ էլի կային բնականաբար նման տիպի խնդիրներ, բայց այն ինչ որ հիմա կատարվում է այսօր, էապես է տարբերվում, ֆունդամենտալ է տարբերվում եւ բռնաճնշումների որակով եւ բռնաճնշումների քանակով։ Ինչու է այդպես, որովհետեւ նախկին 3 նախագահների ժամանակահատվածում Հայաստանը երբևիցե մանրադրամի դեր չէր կատարում արևմտյան երկրների եւ Ռուսաստանի միջև։ Այսինքն Հայաստանը վարում էր բալանսավորված քաղաքականություն եւ այդ իմաստով ոչ կողմերից ոչ մեկը չէր դիտարկում Հայաստանին որպես հենակետ մյուսի դեմ պայքարելու համար։ Եվ քանի որ այդպես էր, ապա նախկին իշխանությունները նույնիսկ եթե ցանկանային էլ զանգվածային ռեպրեսիաներ չէին կարող իրականացնել, որտեղ կար զսպող համակարգ, այդ զսպող համակարգը դա արևմտյան կառույցներն էին։ Եվ արևմտյան կառույցները ներկայացնող Հայաստանում բազմաթիվ հիմնադրամներն էին, որոնք այս կամ այն չափով քննադատում էին, հրապարակում էին, բացահայտում էին եւ թույլ չէին տալի, որ իշխանությունները, այսպես ասած, խորացնեն իրենց ռեպրեսիվ համակարգերը։ Առաջին անգամ Հայաստանում սկսած 2018 թվականից հետո կատարվել է մի աննախադեպ իրավիճակ, երբ որ արևմտյան կառույցները եւ արևմտյան շրջանակները ակտիվորեն աջակցում են այս իշխանությանը բոլոր իրենց քայլերի տրամաբանությամբ, իսկ առաջին անգամ այսօրվա բռնաճնշումները ոչ միայն զսպող դեր չեն կատարում արևմտյան կառույցների կողմից, այլ նրանք խրախուսում են այդ ամենը։ Ես ուղղակի փաստեր բերեմ, որ դուք պատկերացնեք 2018 թվականի իշխանազավթումից հետո կար ժամանակահատվածում իշխանությունը, այսպես ասած, գրավեց նաև օրենսդիր մարմինը, մենք բոլորս էլ գիտենք, որ դեմոկրատիայի հիմքը դա իշխանությունների տարանջատման սկզբունք, այսինքն օրենսդիր մարմնի, գործադիր մարմնի եւ դատական համակարգի անկախությունը տարանջատումն է։ Ինչ կատարվեց 18 թվականից հետո։ Կար ժամանակահատվածում գրավվեց նաև օրենսդիր մարմինը, հետո հիշում եք գրավեցին դատական համակարգը, հետո հիշում եք գրավեցին սահմանադրական դատարանը, այսինքն բոլոր կառույցները Հայաստանում ենթարկվեցին մեկ մարդուն։ Սա աննախադեպ երևույթ էր եւ դա խրախուսվում էր, ոչ միայն չէր խոչընդոտվում, չէր զսպվում արևմտյան կառույցների կողմից, այլ նաեւ խրախուսվում էր նրանց կողմից։ Սա աննախադեպ է մեր գոնե պրակտիկայում նման բան չէր եղել, որտեվ եթե նախկինում արևմտյան կառույցներից կար դժգոհություն, որ չէին աջակցում կամ բավական չէին զսպում, ապա այս անգամ ոչ թե չեն զսպում, այլ իրենք են աջակցում, իրենք են խրախուսում այս բռնաճնշումները։ Ինչու են այդպես կատարում, որտեղ իրենք համարում են, որ քանի որ կա մեծ կոնֆլիկտ Ռուսաստանի հետ եւ քանի որ կա աշխարհաքաղաքական ավելի կարևոր խնդիր իրենց համար Հայաստանը դարձել մանրադրամ այս խաղի մեջ, իրենց համար իրենք ձևակերպել են այսպես կոչված հիբրիդային պատերազմի մի հատ փուչիկ, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանին տվել են կարտ բլանշ բոլորի դեմ բռնաճնշումներ անել եւ ձերբակալել բոլորին այն պատրվակով, որ այդ իր ընդդիմախոսները փաստացի ոչ թե քաղաքական ընդդիմախոս են, այլ այսպես ասած հիբրիդային պատերազմի գործիքներ։ Տեսեք, ինչ կատարվեց վերջին ընտրությունների ժամանակ։ Գործող ղեկավարը հայտարարում է նախընտրական արշավում, որ ինքը պատրաստվում է սպանել եւ կալանավորել իր հակառակորդներին։ Դուք նման բան տեսել եք վերջին 30 տարվա ընթացքում, որ երկրի ղեկավարը ընտրություններից առաջ հայտարարի, որ իր օպոնենտները կամ պետք է գնդակահարվեն, կամ պետք է ձերբակալվեն, կամ պետք է սպանվեն, կամ չգիտեմ ինչ անեն։ Դուք պատկերացրեք, ավելին կարող եմ ասեմ, գործող ղեկավարը հայտարարում է, որ Հայաստանում մնացած բոլոր քաղաքական ուժերը դրանք քաղաքական ուժեր չեն, դրանք ընտրակաշառք բաժանողներ են, դրանք հանցագործներ են, դրանք հայրենիքի թշնամիներ են։
ուշադրություն դարձրեք, այս բառապաշարը շատ նման է նացիստական Գերմանիայում նացիոնալ սոցիալիստական կուսակցության բառապաշարին Հիտլերի գլխավորությամբ։ Մոտարապես նման բառապաշար ունեին նաև բոլշևիկները 17 թվականից հետո, երբ որ եկան իշխանության, եւ ըստ էության տեսակ թե մենք ինչպես ավարտվեց այս ամենը։ Այսինքն փաստացի այսօրվա իշխանությունը ժառանգորդն է 17 թվականի բոլշևիկների եւ 33 թվականի նացիստների բառապաշարի իմաստով։ Միգուցե ասենք բառապաշարի առարկան տարբեր է, բայց բառապաշարն ու բովանդակությունը ռեժիմի շատ նման է իրար։ Եվ այս իմաստով կարելի ասել, որ առաջացել է մի առաջին անգամ մեծ վտանգ, որ իր բռնաճնշումների դիմաց զսպող համակարգ գոյություն չունի։ Եվ քանի որ գոյություն չունի, եւ քանի որ այսօրվա գործող հիմնադրամները իրապաշտման, որոնք աջակցություն են ստանում արևմտյան միջազգային կառույցների կողմից լուր են, որովհետեւ չունեն նման հրահանգ զսպելու դեր կատարելու, ինչպես որ նախկինում էին կատարում, ապա ստացվել է, որ մեր հասարակությունը անպաշտպան է մնացել եւ ցանկացած օր, ցանկացած ժամ, ցանկացած մարդ կարող է կանոնավորել ձեռբերել շինծու մեղադրանքների արդյունքում։ Դրա բառը արդյունքը, որ ընտրությունների ժամանակ շինծու մեղադրանք առաջարկեցին Մայր Հայաստանի ղեկավար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ, հետո ընտրություններից մի քանի օր առաջ նույնպես շինծու մեղադրանքով, այսպես ասած, ներկայացին Արմեն Աշոտյանին, որ ընտրություններին չէր մասնակցում։ Հետո ընտրության օրը մի քանի 100 հոգու, այսպես ասած, ռեպրեսիա ենթարկեցին ուժեղ Հայաստանի կողմից, հետո կանոնավորվեց նաև Ավետիք Չալաբյանը, հետո այն ինչ որ կատարվեց Գագիկ Ծառուկյանի հանդեպ, ուղղակի աննախադեպ էր բոլոր իմաստներով, այդտեղ բոլոր քաղաքական, մարդկային, բարոյական բոլոր կարմիր գծերը անցել են արդեն, որովհետեւ նման բան Հայաստանը չէր տեսել եւ վերջապես այն ինչ որ կատարվեց Մայր Հայաստանի անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ, սա պարզապես նույնց եմ կրկնում, սա մի process է, որը փոխում է նոր իրականություն է ձևավորում Հայաստանում, վտանգավոր իրականություն, եթե այս ամենը չկանխվի, ապա մենք կարող ենք հայտնվել այնպիսի վիճակի մեջ, որը ոչ մեկը չեք պատկերացնում։ Եվ հենց այդ դրա պատճառով, որպեսզի մենք կարողանանք զսպող համակարգեր ստեղծել ինքնուրույն, առանց ուրիշ տարբերակ չունենք, եւ մենք փաստացի այս կառույցի միջոցով մենք փորձելու ենք, այսպես ասած, դիմակները բացել բոլոր այն միջազգային կառույցների, որոնք տարիներ շարունակ քարոզում էին, որ իրենք ըստ էության պաշտպանում են մարդու իրավունքների շահերը եւ այլն եւ այլն։ Մենք բոլորի դիմակները մեկ առ մեկ գնալու ենք, բացահայտելու ենք եւ միջազգային հանրությանը ներկայացնել ենք ով է իրականում։ Եվ միայն այդ ժամանակ է, որ մենք կարող ենք, այսպես ասած, զսպող ֆունկցիա կատարել եւ այս իշխանության վրա եւ այս իշխանության տերերի վրա։